Մյուսը կենտրոնական բանկը, ես իրոք չեմ հասկանում կենտրոնական բանկը ինչի է առանձնացվում, որովհետև ինքը Հայաստանի համար, Հայաստանի լավ անունից չասեմ, անունը վերջ-վերջո կենտրոնական բանկ կառավարություն առանձնացված թղթի վրա գոնե։ Հիմա կգա մեր օրակարգի վերջի կետը, կտեսնենք թուղթը ինչքանով է տարբերվում իրականությունից, բայց դա անում ենք, փոխարենը վերցնում ենք համանքային պարտքը, դա մտցնում պետական պարտքի մեջ, ես դա ինձ հիշեցնում է 20 տարի առաջ կոնսոլիդացված բյուջեի գաղափարը, երբ համանքային բյուջեները մտցնում ենք պետական բյուջեի մեջ, հետո հասկացանք, որ դա այդքան էլ ճիշտ չի եւ դա հանեցինք։ Եվ նաեւ պետական ձեռնարկությունների կողմից ներգրաված պարտքն ենք մտցնում մեջ։ Ուզում դրա ռացիոնալը հասկանամ։ Ասենք ասենք պարտավորությունները ինչի չեն հաշվառվում, իհարկե կա մոտեցում, որ ասում է գիտես, լուբոյ բան, որը պետության հետ փոխկապակցված է, այդ թվում պետության մասնակցությամբ ընկերությունները, այդ թվում ամեն ինչը, որը պարտք է ու պոտենցիալ կարա հանգեցնի նրան, որ պետությունը այնտեղ ծախսանի, պետքա պարտքի մեջ ներառվի։ Դա բայց այդ մոտեցումը միջազգային տեսանկյունից ներկայիս դրությամբ չի կիրառվում, հա, այսինքն դա թեորիայի տեսակ է, որը կա, ինքը գոյություն կարա ունենա, բայց այս պահին արժույթի միջազգային հիմնադրամի կողմից սահմանված պետական ֆինանսների մասին վիճակագրությունը հենց սենց է ասում։ Մենք խախտման ենք հրապարակում, ինչը անընդհատ հարցեր էր առաջացնում, օրինակ եվրոբոնդերի թողարկման ժամանակ ամեն անգամ մեզ ասում էին մի հատ բացված ցույց ենք տալի կենտրոնական բանկը մեջը, ասում էին խիա կենտրոնական բանկը մեջը, կարող է անկախ չի։ Այսինքն մի անգամից մեզ այդ հարցը առաջ տալիս էին, ասում են, այս խեք կենտրոնական բանկը ներառում, դուք ինչ գործ ունեք կենտրոնական բանկի պարտավորությունների հետ ընդհանրապես, իսկ հետո հարցեր էին տալի նրա վերաբերյալ, իսկ կարող է ձեր մոտ կենտրոնական բանկի վրա ինչ-որ ազդեցություններ կան պետությունից, իսկ կարող է դրա համար մենք ասում ենք, եկեք հանենք, որ հարց մեր մոտ կենտրոնական բանկը բավականին անկախ է, ես բողոքում եմ, որ ինքը չափից դուրս անկախ է, բայց չէ, իրականում ինքը անկախության տեսանկյունից ինքը բավականին անկախ է, օրինակ հենց գնումների տեսանկյունից, լիքը ուրիշ բաների տեսանկյունից, հաշվետվողականության տեսանկյունից, ինքը մեր մոտ բավականին հզոր կառույց է ստեղծվել ու այդ հզոր կառույցը պետք է շարունակի անկախ լինել իմ կարծիքով, չնայած ես կարամ բողոքեմ որպես ֆինանսների նախարարություն, որ չափից դուրս անկախ է, ճնշում է մեզ եւ այլն։ Ներողություն, եկամտաբերության փոփոխության վերաբերյալ ես կխնդրեմ